Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք արևելյան աղցան հավի քարաճիկով։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է հավի քարաճիկ, բանջարեղեն, ծխարված կարմիր պղպեղ, արտֆուդ, համի արվեստ և ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Սրանք հիմնական բաղադրիչներն էին։ Դե ինչ, սկսենք, ամեն ինչ սկսվում է տախտակը տեղադրելուց։ Փռում ենք տախտակի համար այսպիսի փափուկ սրբիչ, որ տախտակը այս ու այն կողմ չգնա և չաղմկի։ Նախ անդրադառնանք քարաճիկին։ Վերցրել եմ 1 կիլոգրամ քարաճիկ, մաքրել եմ, սառը ջրի տակ լավ լվացել եմ, որից հետո լցրել եմ կաթսայի մեջ, վրան լցրել եմ սառը ջուր և դրել եմ ահանա եփվում է։ Ինչու եմ դա շուտ արել, որովհետև 45 րոպե հարկավոր է, որպեսզի քարաճիկը եփվի։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա գլուխ սոխն է։ Վերցրել եմ 1 գլուխ սպիտակ սոխ, կկտրատեմ այն կիսա օղակների, Սա լցնում ենք թասի մեջ, անմիջապես համեմում ենք մառանիկ ընկերության աղով, շաքարավազով, չոր նանայով, չորացրած, նանան չոր չի լինում, նրան չորացնում են։ Պատառաքաղի օգնությամբ այսպես շուռ-մուռ ենք տալիս, որպեսզի սոխի թելիկները առանձնանան, շերտերը առանձնանան իրարից։ Ցողում ենք կիտրոնի հյութով, կես կիտրոնի հյութով, կրկին անգամ լավ շուռ-մուռ ենք տալիս թեթևակի սեղմելով, որ սոխը հյութը դուրս գցի, իր մեջ առնի առաջացած սոուսը, դառնա նրբահամ և շատ համեղ։ Այսինքն աղցանի մեջ ինձ հարկավոր չէ սոխի կծու համը, կծու, ուղղակի կծու, մնա մարինացվիր սոխ։ Անցնենք մյուս բաղադրիչին, դա գազարն է։ Ինձ հարկավոր է 1 գազար վերացված թելիկների։ Բայց քանի որ գազարի կեսը գրեթե տալու եմ գիտենք ում, վերցրել եմ 2 գազար։ Ամեն մեկից կհանեմ որոշակի թելիկներ, իսկ մնացածը գիտենք ինչ ենք անելու։ Ում ենք տալու։ Սա մի մասը։ Դուք կարող եք ձեզ մոտ գրել 1 գազար, վստահաբար։ Ամենաքաղցր և
ամենահամեղ մասերը, գիտենք ում ենք տալիս, վերցրու Անուշարը, ընդունիր վիտամիններ, բայց կամանց ծամիր, խրտ-խրտոց է գալիս, սա լցնում ենք սիրելի ամանի մեջ, Մյուս բաղադրիչը թարմ վարունգն է, վերցրել եմ երկար վարունգ, օգտագործելու ենք, նույն կերպ ենք մշակելու, չենք օգտագործելու սերմերը, Սա էլ քեզ վերցրու։ Արդեն շատ լավ է։ Գույները խաղացին։ Արդեն ուրախ է։ Ստացվում կերակուրը։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա քաղցր պղպեղն է, կվերցնեմ կարմիր գույնը։ Սա կտրատելու ենք ձողիկների, բարակ ձողիկների։ Սա էլ արեցինք։ Մյուս բաղադրիչը նեխուրի ցողունն է, մեկ ցողուն, բավական է, կտրում ենք շեղակի, բարակ շերտերով, սա քեզ, խնդրեմ, տալիս եմ հաճույքով, Սոխը կարծում արդեն մարինացվել է, հարկավոր է ազատվել ավելորդ հյութից, այսպես վերցնում ենք, մզում ենք թեթևակի, և լցնում մնացած բաղադրիչների վրա։ Պատառաքաղի օգնությամբ այսպես քանդենք զողիկները և կրկին խառնենք, արդեն շատ գեղեցիկ է։ Այժմ թարմ կանաչիներից կառաջարկեմ մեկ փոքր փունջ սող, ցանկալի է բարակ և մեկ փոքր փունջ մաղադանոս, արի այստեղ, շատ լավ է, եթե նկատեցիք, սոխը պետք է լինի այսպես բարակ, վերցրել եմ բարակ սոխեր, շատ մանր սա չենք կտրատում, մոտ 3-ից 4 սանտիմետր երկարության ձողիկների, այսպես,
Սա էլ արեցինք։ Մոտարի։ Այստեղ կարծում եմ չի խանգարի անգամ կլրացնի համերի ներդաշնակությունը թթվաշությունը։ Թթվաշության համար կվերցնեմ Art Food ընկերության կարնիշոն։ Մեկ, երկու, երեք, տաս։ Սրանք էլ ենք կտրատում բարակ ձողիկների։ Այսպես։ Այժմ նախապատրաստենք սոուս։ Ինձ հարկավոր է 100 մլ բուսայուղ, սա լցնում ենք փոքր կաթսայի մեջ, տաքացնում ենք։ Բովում ենք նաև քունջուտ, Մարանիկ ընկերության քունջուտ, կես բաժակ։ Մաքրենք տախտակը և կտրատենք չիլի պղպեղ։ Ապակելու ենք չիլի պղպեղ կտրատած օղակների։ Կտաքնա բուսայուղը և կտապակվի չիլի պղպեղը։ Արի դու։ Փրկենք քարաչիկը, քամում ենք, սառը ջրի տակ ցայում ենք, թող մնա քամվի, փրկենք քունջութը, անմիջապես այս տապակի մեջ բովում ենք համեմունքներ։ Մարանիկ ընկերության հատիկ սև պղպեղ, համեմի սերմ, ծովի աղ, կտրատում ենք քարաչիկը երկարությամբ։
Եփվելու ընթացքում քարաչիկը համեմել եմ աղով 1 կիլոգրամ քարաչիկին 1 ճաշի գթալ աղ եմ լցրել։ Տրորում ենք հավանգի մեջ ողված համեմունքները, բուսայով տեղափոխենք սրա տեղը, 4 պճեղ սխտոր ենք ավելացնում, լցնում ենք բուսայողի մեջ, հենց համեմունքների բույրը բացվեց, տակ, այսպես բուսայողը լցնում ենք և խառնում տակն ու վրանում։ Անմիջապես լցնում ենք նաև քունջութը։ Եվ վերջին քայլը կպատրաստեմ ևս մեկ շատ արագ պատրաստվող սոուս։ Թասի մեջ լցնում ենք 4 ճաշի գթալ սոյա սոուս, 1 թեյ գթալ մեղր, 3 ճաշի գթալ սպիտակ խաղողի քացախ և լցնում ենք աղցանի վրա։ Եվս մեկ անգամ տակն ու վրա ենք անում։ Ծխահարված պապրիկան մոռացա, որ նախատեսել էի, բայց կարծում առանց դրա էլ շատ համեղ է ստացվել։ Կարելի է մատուցել։ Արևելյան աղցան հավի քարաճիկով։ Քարաճիկները եփել 45 րոպե, ընթացքում աղանել, ջրքամել, ողողել սառը ջրով, ձողիկների կտրատել, գլուխ սոխը բարակ շերտատել, համեմել աղով, շաքարավազով, չորացրած նանայով, կիտրոնի հյութ ցողել, խառնել, մի կողմ դնել։ Գազարը եւ վարունգը թելիկների կտրել, լցնել թասի մեջ, ձողիկների կտրատած քաղցր պղպեղ, նեխուրի ցողուն ավելացնել։ Մարինացված սոխի շերտերը մզել, լցնել բանջարեղենի վրա, 3-ից 4 սանտիմետր երկարությամբ կտրատած կանաչ սոխ եւ մաղադանոս, ձողիկների կտրատած մարինացված կորնիշոններ ավելացնել, լցնել շերտատած քարաճիկները, խառնել, քունջութ բովել, հատիկ սև պղպեղ, համեմի սերմ, աղ բովել, լցնել հավանգի մեջ, սխտոր դնել, տրորել։ Սոուսի համար բուսայող տաքացնել, կտրատած չիլի պղպեղ տապակել, լցնել տրորած համեմունքը, խառնել։ Տաք բուսայողը լցնել աղցանի բաղադրիչների վրա, բոված քունջութ ավելացնել, խառնել։ Թասիկի մեջ սոյայի սոուս, մեղր եւ սպիտակ գինու քացախ խառնել, լցնել աղցանի վրա, տակն ու վրա անել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավանի փափկամիս, խոզի յուղոտ միս, թահին, կանեփի սերմ, մածուն, բանջարեղեն, արտֆուտ, համի արվեստ եւ ընտրյալ հատիկ համի գախնիկ, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։